Շնորհակալություն ազգային ժողովի հարգարժան փոխխոսնակներ, հարգարժան պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, հարկային օրենսգրքում սույն փոփոխությունների իմաստը հետևյալն է, եւս 1 տարով հետաձգել ավելացված արժեքի հարկի ազատման արտոնությունը այն քաղաքացիների համար, այն ֆիզիկական իրավաբանական անձանց համար, ովքեր որ էլեկտրական շարժիչով մեքենաներ են ներմուծում, մեկ բացառությամբ, բացառությունը հետևյալն է, մենք առաջարկում ենք այս նոր կարգավորումը կիրառել 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված, այսինքն 2024, 2025 եւ 2026 թվականի արտադրության, որտեղ 26 թվականին է գործելու արտադրության մեքենաների համար։ Ներկայացնեմ նաեւ խանգարում եք ինձ։ Շնորհակալություն։ Եվ ուզում եմ ներկայացնեմ նաև որոշակի վիճակագրություն, մասնավորապես Հայաստանը 2022 թվականին ունեցել է 22, 23, 24 թվականներին ունեցել է ոչ միայն ավելացված արժեքի հարկի արտոնություն, այլև նաև մաքսատուրքից ազատման արտոնություն քվոտայի շրջանակում 22 թվականին 7000, 23, 24 թվականներին եւ 25 թվականներին 8000-ական միավոր եւ պետք է նշենք, որ 23 թվականին ներմուծման ծավալը մեքենաների կազմել է 9635 միավոր, 22 թվականի համեմատ այս ցուցանիշը աճել է 75%-ով, 24 թվականի ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 23 թվականի համեմատ աճել է արդեն 22%-ով, եւ նշեմ, որ համացան համար նշեմ, որ 19 թվականի համեմատ 24 թվականին 17.6 անգամ ավելի շատ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ եւ նմանատիպ ուրեմն էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցներ են ներմուծվել Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես նոյեմբերի 19-ի վիճակագրությունը իմ ձեռքի տակ կա, նոյեմբերի 19-ի դրությամբ արդեն 25 թվականի վիճակագրությունը ասեմ, ուրեմն Հայաստանը եկել 16381 միավոր ավտոմեքենա, 7 միավոր ավտոբուս եւ 2479 միավոր մոտոցիկլետ կամ մոպեդ, այսինքն մենք ուրեմն փաստացի արդեն 19000 ավտոմեքենա ենք այս տրանսպորտային միջոց է այս տարի Հայաստան եկել, ինչը նախորդ տարվա համեմատ բավականին շատ է եւ հետեւաբար կարող ենք ակնկալել մինչեւ տարեվերջ, որ կկրկնապատկվի նախորդ տարվա նկատմամբ ուրեմն նախորդ տարվա ներմուծման ցուցանիշը։ Ինչու համար է սա կարեւոր եւ ինչի է կառավարությունը այս քաղաքականությունը կարևորում ենք հետեւյալ պատճառներով նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումը ու շահագործումը խթանելու համար, ինչպես նաև կանաչ տնտեսության նպատակներին հասնելու համար, արտոնության կիրառումը ամբողջովին կառավարության քաղաքականությանը համահունչ է, մենք վերջերս ընդունել ենք կանաչ տաքսոնոմիան, մենք ընդունել ենք կանաչ եւ կայուն տնտեսության ռազմավարական ծրագիրը այս տարվա ընթացքում եւ այս ամբողջ քաղաքականությունների հետ ինքը համահունչ է եւ արտոնության կիրառումը կնպաստի նաեւ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը, այդ ոլորտում լրացուցիչ ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ավտոպարկի թարմացմանը եւ էներգետիկ անվտանգությանը։ Նշեմ նաև, որ բացի տնտեսական եւ տեխնոլոգիական օգուտներից նախագիծը ունի նաև բնապահպանական կարևորություն, այն ուղղակիորեն բխում է կառավարության 21 թվականի ապրիլի 22-ին ընդունված Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 21-30 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին որոշմամբ ամրագրված Հայաստանի Հանրապետության պարտավորություններից, որի շրջանակներում մենք պարտավորվել ենք մինչև 2030 թվականը Հայաստանում արտադրվող ջերմոցային գազերի քանակը 1990 թվականին արտադրվողի համեմատ 40%-ով կրճատել։ Այս ուղղությամբ քայլերը նույնպես բնականաբար այս գործողությունը կնպաստի։ Սա երկրի էներգետիկ անվտանգության համար կարևոր նշանակություն ունի եւ կարևոր է, որպեսզի նաեւ զուգահեռ քաղաքականությունների հետ իրեն համադրենք, սա կլրացնի եւ կարծում ենք, որ
էական դրական նշանակություն կունենա։